Տեխնացուների առաջադրման իրավունք ունեն խմբակցությունները, մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից տեխնացուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվում է ըստ յուրաքանչյուր պաշտոնի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է դոնթի բանաձևով։ Հարգելի պատգամավորներ, նշված բանաձևի հաշվարկման արդյունքում 12 հանձնաժողովների նախագահների տեխնացուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվել է հետևյալ համամասնությամբ. 9 հանձնաժողովների նախագահների կառաջադրի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, 3 Հայաստան խմբակցությունը։ Բանաձևի համաձայն առաջին, երկրորդ պաշտոնների առաջադրման իրավունքը պատկանում է քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, ձայնը տրվում է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջոյանին ներկայացնելու համապատասխան հանձնաժողովները։ Խնդրեմ։ Շնորհակալություն, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը հանձնաժողովների նախագահների տեխնացուներ կառաջադրի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կազմում և պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմում։ Շնորհակալություն։ Բանաձևի համաձայն երրորդ պաշտոնի առաջադրման իրավունքը պատկանում է Հայաստան խմբակցությունը, ձայնը տրվում է խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանին ներկայացնելու համապատասխան հանձնաժողովը։ Հարգելի գործընկերներ, Հայաստան դաշինքի և Հայաստան խմբակցության անունից ընտրվել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը և հանձնաժողովի նախագահ։ Շնորհակալություն։ Բանաձևի համաձայն 4-րդ, 5-րդ պաշտոնների առաջադրման իրավունքը պատկանում է քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, ձայնը տրվում է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջոյանին ներկայացնելու համար համապատասխան հանձնաժողովները։ Շնորհակալություն եւ ըստ այդմ հաջորդ երկու հանձնաժողովներն են քաղաքացիական պայմանագրի կողմից արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը։ Շնորհակալություն։ Բանաձևի համաձայն 6-րդ պաշտոնի առաջադրման իրավունքը պատկանում է Հայաստան խմբակցությանը, ձայնը տրվում է խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանին ներկայացնելու համապատասխան հանձնաժողովը։ Խնդրեմ, պարոն Օհանյան։ Հարգելի գործընկերներ, հաջորդ հանձնաժողովը մեր ընտրած տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն է։ Շնորհակալություն։ Բանաձևի համաձայն 7-րդ եւ 9-րդ պաշտոնների 7-ից 9-րդ պաշտոնների առաջադրման իրավունքը պատկանում է քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, ձայնը տրվում է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջոյանին ներկայացնելու համար հանձնաժողովները։ Խնդրեմ, պարոն Կոնջոյան։ Շնորհակալություն, հանձնաժողովները հետևյալն են՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը, հաջորդ հանձնաժողովը, հարգելի գործընկերներ, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը եւ մյուս հանձնաժողովը եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Բանաձևի համաձայն 10-րդ պաշտոնի առաջադրման իրավունքը պատկանում է Հայաստան խմբակցությանը, ձայնը տրվում է խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանին ներկայացնելու համապատասխան հանձնաժողովը։ Խնդրեմ, պարոն Օհանյան։ Հարգելի գործընկերներ, հաջորդ հանձնաժողովը, որ մենք ընտրում ենք, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն է։ Շնորհակալություն։ Բանաձևի համաձայն 11-ից 12-րդ պաշտոնների առաջադրման իրավունքը պատկանում է քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, ձայնը տրվում է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջոյանին ներկայացնելու համապատասխան հանձնաժողովները։ Խնդրեմ, պարոն Կոնջոյան։ Շնորհակալություն եւ նշյալ հանձնաժողովներն են հանդիսանում աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այժմ նիստը կարծում եմ մենք էլ չենք հասցնի շարունակել, որտեվ ուղիղ ժամը 6-ն է եւ հայտարարում եմ նիստը ավարտված, կհանդիպենք երկուշաբթի օրը, հարգելի գործընկերներ։